Օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ Խաչատուր Հունանյանի վերջին հրաժեշտը։ Այդ մասին իր սոցիալական էջերում հայտնել էր Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշեն։ Նա գրել էր հետևյալը. «Ննջիր խաղաղությամբ իմ թանկագին ընկեր»։ Հրաչ Մուրադյանի կինն այսպիսի գրառում էր արել. «Խաչիկ ջան, մենք միշտ կհիշենք քո ժպիտը, ննջիր խաղաղությամբ իմ թանկագին ընկեր», գրել էր նա ու հրապարակել լուսանկար։ Առաջարկում ենք դիտել այդ լուսանկարը։ Իսկ մենք հավելենք նաև այն, որ Խաչատուր Հունանյանը քաղցկեղի դեմ պայքարի ողջ ընթացքում հոլովակներով կիսվում էր իր սոցիալական էջերում։ Դրանցից մի քանիսն առաջարկում ենք լսել։ Բարի ողջույններս, իմ շատ սիրելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ, հուսամ լավ եք բոլորդ։ Նույնը չեմ ասի իմ համար, բայց շատ կարճ եկել եմ եթերանամ մի հատ ձեզ ասեմ ինչա կատարվում, ու դրանց հետո ավելի ճիշտ գնա իմ բուժման հերթական բարդ ճանապարհը, որի մեջով որ ես անցնում եմ։ Ուրեմն ասեմ, որ Գերմանիայում Cyber Knife-երը իրականացվեցին, վարվեցին 3 հատ մեծ լիժեններ։ Բրոնխոսկոպիայից հետո, որպեսզի թոքերը 100%-անոց սկսի հետո աշխատել, հələ որ սրա օգնության կարիքը ունենք։ Ուրեմն ասեմ, որ փոխել եմ հիվանդանոցս, Սիդրսայնն է դարել իմ նոր հիվանդանոցը, նոր բժշկական խմբի հետ եմ աշխատում, շատ խելացի պրոֆեսորների հետ ենք աշխատում, ովքեր արդյունքներ են գրանցել իրենց բուժումներ տալու ընթացքում, իրենց կարիերայի ընթացքում մենք ճշտումներ կատարել ենք, որ նորմալ մարդկանց հետ ենք հիմա աշխատելու։ Այնպես որ դուխով ենք, ամեն ինչ նորմալ է, ես ուղղակի եկել եմ ասեմ, որ անցնում եմ շատ բարդ process-ի մեջով, դժվար եմ շնչում, դժվար եմ տեղաշարժվում, որովհետև Cyber Knife-երի ընթացքում Գերմանիայում էլի վնասվել է իմ ներվը, սայադիկ, որը որ չի թողում նորմալ քայլեմ, երբեմն դիմում եմ այս այլակի օգնությանը տեղաշարժվելուց հիմնականում շատ չեմ կարող քայլեմ նորմալ, բայց սրանք ժամանակավոր բաներ են։ Եվս մի կարևոր բան, 3 հատ մետաստազ հայտնվել է ձախ աչքիս մեջ, որը որ մենք երբեք չենք մտածում, որ այդպես բան կարող լինի, բայց կտրուկ վատացավ ձախ աչքիս տեսողությունը, եկավ աչքի բժիշկի հիվանդանոցում, ստուգեց ու մենք հասկացանք, որ մետաստազ կա նաև իմ աչքի մեջ։ Մի հատ մեծ, 2 հատ փոքր։ Ամենայն դեպս քիմիայի դեղերը խմում ենք, ամեն ինչ նորմալ է, սա ընթացքն է այս հիվանդության, չենք իմանում ամեն անգամ որտեղ դուրս կգա, ինչ կլինի, բայց հավատացած պետք է լինենք, որ ամեն ինչ լավ ալնելու, այնքան պետք է պայքարենք, ինքը պետք է հայտնվի, մենք սատկացնենք։ Տենց որ էլի մնում ենք շատ դուխով, չենք հիասթափվում։ Շնորհակալ եմ ձեր աղոթքների համար, ձեր բարևների, ձեր բարոյա հոգեբանական աջակցության համար, ձեր ֆինանսական աջակցությունների համար։ Ես մինչև երկինք շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Պոզիտիվ եղեք, ժպտացեք, լավ եղեք, սիրում եմ բոլորիդ։ Ես ոնց դուխով եղել եմ, տենց է դուխով գնալու եմ առաջ, մինչև վերջ, կապ չունի։ Մինչև վերջի հատիկը սրա սպանելու պետք է գնամ առաջ։ Ու օրինակ ծառայեմ բոլորին, որ կյանքը շարունակվում է ու սիրուն բան է։ Հենց որ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, ամենալավն ու բարին եմ մաղթում։ Միշտ նոր եթերներ։ Ողջույններս, իմ սիրելի ընկերներ, հետևորդներ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ ուշադիր լինելու համար, իմ փոստերը տարածելու համար, ասեմ, որ դուք շատ մեծ աշխատանք եք անում ու իրոք նպաստում եք, որպեսզի ես դուրս գամ այս ծանր իրավիճակից, ովքեր որ չգիտեն, ասեմ, որ ես գտնվում եմ Մյունխենում, առողջական խնդիրներից ելնելով եւ
պետք է անդրադառնամ մի քանի թեմայի։ Թեմաներից մեկը դա City of Hope հիվանդանոցն է, որ մարդիկ ասում են պատմանել մի ասան, մյուսը։ Ուրեմն ասեմ ինչ է կատարվում, որպեսզի իմանանք։ Ուրեմն հունվարի 20-ին, երբ որ ես MRI եմ լինում, ռենտգեն են անում ինձ, բժիշկ քննարկում է որոշ բաներ, իմանալով որ պետք է գամ Գերմանիա, ստեղի պրոֆեսորների հետ աշխատելու։ Ինձ չեն տալիս ճիշտ տեղեկություն, թե իրականում ինչ է կատարվում իմ հետ, բայց երբ գալիս եմ այստեղ ու բացում են այդ CD-ն, որի մեջ այդ նկարներն է, սկսում են վերլուծել, պարզվում է, որ գլխիս հատվածում եւս մեկ մեծացած օջախ կա այստեղ, որը որ ուղեղի վրա չի, բայց մետաստազը կապ չունի, բավականին մեծացած է եւ 3 նոր օջախներ ողնաշարիս վրա, այսինքն 2 հատ ողնաշարիս, 1 հատ աճուկիս վրա։ Ինձ հարցեր են տալիս, թե էֆեկտիվ էր արդյոք իմ առաջվա Գերմանիա գալը, ասեմ, որ այո, առաջվա Գերմանիա գալուց պակասել են ահագին մետաստազներ, վարվել են դրանք ռադիացիայի արդյունքում, սակայն քանի կա տարածում, ապա կա նորից նոր օջախներ։ Այսինքն հիմա այս անգամ պրոֆեսորները որոշեցին, որ պետքա ոչ թե անեն սովորական ռադիացիա, այլ պետքա լինի CyberKnife, ինչը որ արվել էր ուղեղիս հատվածում, որ վառեցին եւ ցույց տվեցին, որ անցած անգամվա նկարացի, հիմիկվա նկարացի, որ չկա ուղեղիս վրա այդ գլանը վառած է։ Իրոք էֆեկտիվ է եղել այդ CyberKnife-ը, իսկ հիմա այս 4 կետերը պետք է նորից այրվի նույն եղանակով, ոչ թե սովորական ռադիացիա, որ անցած անգամ նաև ունեցել է այդ սովորական ռադիացիաները։ Մի խոսքով իրավիճակը բարդ է ու ամսի 16-ին պետք է պլանավորվի արդեն այդ 4 այրումները, որոնք բարդ պրոցեսներ են, հաշվարկներ, մնացած բաները։ Ուրեմն ասեմ, որ դրանք կախված են գումարի հետ, խոսքը գնում է մոտավորապես 40,000 եվրոյի մասին եւ ինչի համար է դրած դրամահավաքը $75,000 վրա, որտեղ ես չգիտեի ճիշտ ասած ինչքան պետք է լինի, բայց մոտավորապես պատկերացնում էի, որ պետք է 40-ից 60,000-ի սահմաններում ինչ-որ բան լինի։ Ամենայն դեպս ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցել են մինչ այսօր ինձ այս ամեն ինչին հասնելու համար, այս ամեն ինչի հետ կռվելու համար եւ կխնդրեի եւս մեկ անգամ հնարավորինս շատ տարածել այս post-ը, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ է կատարվում ու մենք կարողանանք շարժվել առաջ, որովհետեւ այս ամեն ինչը կախված է ինձանից, բայց ավելի շատ կախված է այն մարդկանցից, ովքեր իրանց լումանը ներդնում այս ամեն ինչի մեջ ու դարձնում են այս ամեն ինչը հասանելի ինձ համար։